Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն։ Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ տեղի ունեցել Հայաստանի եւ Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցն ավարտելով Հայաստան է վերադարձել ցամաքային ճանապարհով Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում նախագահական գար է կատարել, ծանոթացել անցակետի ընթացիկ աշխատանքներին։ Արմենիա միջազգային օդանավակայաններ Փակbaşնետիրական ընկերությունը հայտնել է, որ Wizz Air ավիաընկերությունը 2026 թվականի հունվարի 13-ից գործարկելու է Բրատիսլավա-Երևան Բրատիսլավա երթուղով չվերթերը։ Ուկրաինայի ներկայիս առաջնագիծը պետք է լինի տարածքային ցանկացած քննարկման մեկնարկային կետը, հայտարարել են Մերցը, Մակրոնը եւ Սթարմերը Զելենսկու հետ զրույցից հետո։ Նրանք նաեւ ողջունել են պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ջանքերը եւ պատրաստ են Ուկրաինային տրամադրել հավաստի անվտանգության երաշխիքներ։ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը 2 ամսով կանոնավորվել է։ Երեկ նա ձերբակալվել էր տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանության մեղադրանքով։ FIFA-ն հեռացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին պաշտոնական պաստառը երկրպագուների քննադատության պատճառով պաստառից բացակայում էր Ալ Նասրի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող ու ավագ Կրիշտիանո Ռոնալդուն։